այս կետից ձեր բոլոր դիտարկումները եւ մեր հարգելի լրագրողների հարցերը դառնում են կներեք, չասեմ անիմաստ, բայց առնվազն ժամանակավրեպ։ Հիմա անդրադառնամ, եթե կարելի է ձեր մյուս բոլոր դիտարկումներին։ Նախ մի բառ էլ կուզեի ասել, ես որ ասեցի, ինձ թվում է, որ խաղաղությունն այլընտրանք չունի եւ մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն դրա հաստատման եւ այդտեղ կա կոնսենսուս, դուք չարձագանքեցիք, ես համարեմ, որ այդտեղ կա, եթե չկա, առնվազն պետք է լինի կոնսենսուս, որովհետեւ անսակարկելի է խաղաղությունը իրականում։ Ես արձանագրում եմ ընդհանրապես այս կետում այն ինչ որ ասվեց նախորդիվ։ Վերադառնալով ձեր հարցերին։ Սահմանադրության մասին, քանի որ խոսեցի, շարունակեմ հենց այդ թեմայով։ Ինչու կոնցեպտը դրվեց, այսինքն հայեցակարգը դրվեց մի կողմ եւ որոշվեց գրել նոր սահմանադրություն, կոնցեպտը չի դրվել մի կողմ, կոնցեպտը հայեցակարգը մեկ բան է, նախագիծը սահմանադրության մեկ այլ բան է, մեկը ավելի լայն է եւ ոչ մասնավորեցված, այսինքն բովանդակային առումով չի պարունակում սահմանադրության տեքստ եւ դա հայեցակարգն է եւ պարունակում է հայեցակարգային մոտեցումներ, թե ինչպիսին պետք է լինի սահմանադրության տեքստը եւ երկրորդը արդեն սահմանադրության տեքստն է նախագծի տեսքով եւ երբ մենք ասում ենք, որ մենք պետք է մշակենք նախագիծը, այսինքն սահմանադրության նոր տեքստը, դա նշանակում է, որ մենք պետք է մեկ քայլ առաջ գնանք եւ ավելի մասնավոր աշխատանք կատարենք, որպեսզի գրենք դրույթները, որոնք մասն են կազմելու մեր սահմանադրության, որոնք հիմնված կլինեն հայեցակարգային այս կամ այն հետևությունների հիման վրա։ Սա հայեցակարգ, տեքստ, այդ շփոթի լուծման հետ կապված իմ դիտարկումները, եւս մեկ անգամ կրկնում եմ, հայեցակարգը մի կողմ դնելու մասին չի խոսքը, հայեցակարգը այլ բան է, նախագիծը տեքստի տեսքով այլ բան է եւ նախագծի տեքստը այո պետք է հիմնված լինի հայեցակարգային որոշ մոտեցումների վրա։ Որ դուք ասում եք ոչ լեգիտիմ սահմանադրություն, որովհետեւ մեկը առնվազն այստեղ մեկ այդտեղ չի ասում, որ սահմանադրությունը այս պահին, որը գործում է, լեգիտիմ չէ, այո ճիշտ է ձեր դիտարկումը, ցանկացած իրավական ակտ, որը կա եւ գործում է, առնվազն կա եւ գործում է եւ դրանով պետք է ղեկավարվենք բոլորս եւ հատկապես պաշտոնատար անձինք, ովքեր հնարավորություն ունեն կատարել գործողություններ, որոնց համար լիազորված են միայն օրենքով։ Խնդիրը այլ կետում է, երբ նաեւ վարչապետի կողմից այս հարցը բարձրաձայնվել է, խոսվել է բնակչության եւ իրավական կարգավորումների, նաեւ սահմանադրության միջև այդ ճեղքի մասին եւ ասվածը հիմնավորվել է ոչ թե նրանով, որ այս պահին մենք ունենք ոչ լեգիտիմ սահմանադրություն, այլ հիմնավորվել է նրանով, որ համապատասխան պայմաններ չեն եղել, որպեսզի լեգիտիմ միջավայրում ընտրություններ կազմակերպվեն, որ քաղաքացի սահմանադրություն այդ կապը արմատավորվի, հիմնավորվի։ Խնդրում եմ այս համատեքստով առաջնորդվենք, որովհետև այլ համատեքստ ուղղակի առկա չէ։ Մենք այսօր ունենք գործող սահմանադրություն, որն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ մենք ուզում ենք ունենալ ավելի լավ սահմանադրություն, որը կբալանսավորի իշխանության բոլոր թևերի միջև շահերը, իրավունքները եւ նաեւ լիազորությունները։ Մենք ուզում ենք ունենալ սահմանադրություն, որը ավելի լավը կլինի իշխանության թևերի զսպման եւ հավասարակշռման մեխանիզմների համատեքստում, ուզում ենք ունենալ սահմանադրություն, որը ավելի ամուր կապ կապահովի ժողովրդի եւ պետության միջև, դատական իշխանություն ենք ուզում, որ կազմավորվի գուցե եւ այլ եղանակներով, քան հիմա է կազմավորվում, որպեսզի ժողովրդի եւ դատական իշխանության միջև կապը ավելի ամրապնդվի եւ ուզում ենք ունենալ ամփոփելով միտքս լավ սահմանադրություն։ Այսքանը։ Սա սահմանադրության հետ կապված։ Մյուսը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագազան վարույթների մասով։ Մեթոդաբանության մասին եք նորից խոսում, ես կրկնում եմ, մեթոդաբանությունը սահմանվում է օրենքով, ես օրինակով կբերեմ։ Երբ որ ասվում է, որ ապօրինի է համարվում գույք, որը չի հիմնավորվում օրինական եկամտով, այլ բան չունենք անելու,
քան պարզելն է, թե այդ պահին անձը ուներ օրինական եկամուտ, թե չէ։ Այլ կերպ ասած, եթե դուք ստացել եք աշխատավարձ, դուք չէ, ցանկացած ինչ-որ մեկը, եւ մենք տեսել ենք, որ դուք այդ աշխատավարձը ծախսել եք, նոր միայն վարույթ իրականացնող մարմնի հնարավորությունը առաջանում է, որպեսզի ասի, որ ձեռք բերված գույքը չի հիմնավորվում օրինական եկամտով։ Այլ կերպ, եթե լինի իրավիճակը, օրինակ, դուք ստացել եք աշխատավարձ, այդ աշխատավարձը մնացել է ձեր բանկային քարտին, դուք դա չեք տնօրինել եւ չունեք օրինական այլ աղբյուրներից եկամուտներ ստացված, այդ դեպքում եւս ձեռք բերվածը կհամարվի գույք, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Այսինքն ինչ մեթոդաբանություն է պետք, եթե այս գործողությունը գումարում, հանում, անելու մասին է։ Այսինքն ընդ որում եւ մի կարևոր շեշտադրում էլ իհարկե չկա տարբերակված մոտեցում տարբեր գործերի հետ կապված, որովհետև քանի որ գործ ունենք գումարման եւ հանման հետ իրականում, այդ ֆինանսական հոսքերն ու ելքերը ուսումնասիրելու հետ, ուղղակի չափանիշները գործից գործ տարբերվել չեն կարող։ Դրա օբյեկտիվ հնարավորությունն է բացակայում։ Մյուս հարցի հետ կապված գյուղատնտեսական նշանակության արտադրանք տալու պայմաններում կամ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու համատեքստում, այո, ճիշտ է, եկամուտների հաշվարկը բավականին բարդ է, որովհետև տվյալ տնտեսական գործունեություն չհարկվող է։ Բայց այս դեպքում կան այլ գործիքակազմեր, պարզելու համար օբյեկտիվորեն այդ իրականությունը եղել է, թե ոչ, այսինքն անձը իրապես զբաղվել է գյուղատնտեսական գործունեությամբ, թե ոչ, եւ իհարկե չարաշահում եմ գուցե ձեր ժամանակը, բայց պետք է 1-2 օրինակ բերեմ։ Առաջ ընկնելով նշեմ, որ նշված ոլորտի պարագայում մշտապես վարույթ իրականացնող մարմինը առաջնորդվել է անձի օգտին իրավիճակը մեկնաբանելու սկզբունքով եւ նաեւ հաշվի է առել, որ այո, որոշ դեպքերում փաստաթղթավորում գուցե եւ տեղի ունեցած չլինի։ Եվ այս պայմաններում վարժությունը հետեւյալն է, պարզել հողամասի առկայությունը, պարզել այդ հողամասում նշված տեսակով գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը եւ վիճակագրական տվյալներով դուրս բերել, թե կոնկրետ տարվա կամ տարիների համար առավելագույնը որքան եկամուտ կարող էր ստացվել, օրինակ 5 հեկտար խնձորի այգու մշակման արդյունքում։ Եվ այդ վիճակագրական տվյալները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, եթե չեմ սխալվում, հիմա էլ ստացվում են եւ փաստացի արձանագրվում է այն, որ այո, անձը հնարավոր է զբաղվել է գյուղատնտեսական գործունեությամբ եւ այո, անձը հնարավոր է, որ կարող էր գեներացնել X չափով եկամուտ եւ այդ եկամուտը հաշվարկվել է անձի համար որպես օրինական։ Այսինքն յուրաքանչյուր կոնկրետ դեպքում լուծումներ կան։ Եթե այս լուծումները ինչ-որ մեկնաբանության տեսք ունենալու խնդիր ունեն, խնդիր չեմ տեսնում, ինչ-որ պահի, քանի որ ինստիտուտը նոր է, մեկնաբանությունները շատ չեն, կարող ենք գնալ այն ճանապարհով, որ մենք էլ որպես քաղաքականություն մշակող անձինք ձեզ հետ միասին մեկնաբանություններ ունենանք գրված, չեմ կարծում, որ օրենքի մակարդակում, օրենքի շտկումների շուրջ էլ կարող ենք քննարկել, բայց եթե զուգահեռ անցկացնեմ քրեական դատավարության հետ, էլի նույն իրավիճակն է, այսինքն օրենքը վարվելակերպն է նկարագրում, մեթոդաբանությունը փոքրինչ այլ ավելի լայն բան է, որ կարող է լինել ոչ իրավական ակտով, այլ մեկնաբանությունների տեսքով։ Ինչ վերաբերում է նրան, որ օրենքը որոշակիության պակասի պատճառով վերածվել է քաղաքական հետապնդման գործիքի, այդ էլ իրականության օբյեկտիվորեն չի կարող համապատասխանել, ինչու, որովհետև օրենքը ճակերտների մեջ թիրախավորում է մի քանի խումբ անձանց։ Այդ խմբերից հիմնականները այն անձինք են, ովքեր որ քրեական գործերով են անցնում, դուք կարող եք ինձ հակադարձել, ասել, քրեական գործերն էլ են քաղաքական հետապնդում ենթադրող։ Ես այդ ամենի մասին ունեմ իմ կարծիքը, որը քիչ ուշ կբարձրաձայնեմ,
բայց ուզում եմ ասել, որ օրենքի կարգավորման առարկան այն մասին է, որ կոնկրետ հիմքեր պետք է լինեն, որ վարույթ իրականացնող մարմինը կարողանա նախաձեռնել ուսումնասիրություն, եւ այդ 5 հիմքերից հիմա արդեն 6-ն են, դրանցից 4-ը կապված են քրեական գործերի եւ մեղադրելի կարգավիճակ ունենալու հետ, եւ միայն մեկն է կապված պաշտոնատար անձանց հետ, որոնք ունեն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, եւ այս դեպքում էլ վարույթ իրականացնող մարմինը ինքնուրույն ըստ էության չի կարող վարույթ նախաձեռնել, այլ պետք է լինի դրա համար համապատասխան ազդակ եկած պետական այլ մարմիններից։ Ինչ վերաբերում է առհասարակ քաղաքական հետապնդումների խնդրին, ես գիտեք, մի քիչ շատ երկար խոսեցի, ներողություն իհարկե, շատ երկար եմ մտածել, թե այդ հարցերը ինչու են առաջանում, եւ ունեմ դրա պատասխանը, ոչ թե ինչու են առաջանում, այլ պատասխանը արդյոք քաղաքական հետապնդումներ են, թե չեն։ Ու դրա պատասխանը, քանի որ ինքս մասնագետ իրավաբան եմ ու միշտ սիրում եմ հիմնվել փաստերի վրա, պատասխանը փաստերի մեջ պետք է փնտրենք։ Այն, որ մարդիկ ժամանակին զբաղվել են քաղաքականությամբ կամ քաղաքական հայտարարություններ են արել, չի նշանակում, որ ինչ-որ բայց քրեական հետապնդման ենթարկվելիս պետք է կարողանան ասել, որ հաստատապես սա քաղաքական հետապնդում է, եւ եթե զուգահեռ անցկացնենք ներկա իշխանության օրոք աշխատած բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ կապված քրեական գործերին, կտեսնենք, որ նույնանման արարքների համար են այդ մարդիկ էլ մեղադրվում, բայց որևէ մեկը չի խոսում, որ այս իշխանության օրոք աշխատած մարդիկ, որոնք եղել են բարձրաստիճան, բավականին, ենթարկվում են քաղաքական հետապնդման։ Եվ եթե մենք նույն երևույթը տարբեր դերակատարներով ունենք, դժվար է ինչ-որ մի երևույթին նման աստար տալ ու ասել, որ քաղաքական հետապնդման են մարդիկ ենթարկվում։ Ինչ վերաբերում է ապօրին ծագում ունեցող Wiki բռնագանձմանն, նորից եմ կրկնում, առհասարակ պետք է դատախազության համար որևէ նշանակություն չունենա նախկին, ներկա եւ այլ պաշտոնատարանց լինելու հանգամանքը, ընդհանրապես կա օրենք, որը իրավական գործիք է եւ այդ գործընթացները պետք է իրականացվեն հենց այդ իրավական գործիքի սահմանած մոդելի շրջանակներում։